Կարդում եմ գաղտնազերծված մի նամակից մեջբերումներ, որում ամերիկյան պետական դեպարտամենտի մի խումբ աշխատակիցներ իրենց անհամաձայնություն, կարելի ասել բողոքն են ուղղում գլխավոր գրասենյակին։ Մեջբերումների հետևյալն են. մեր կառավարությունը ձախողել է դատապարտել ժողովրդավարության ճնշումը։ Մեր կառավարությունը ձախողել է դատապարտել վայրագությունները։ Մեր կառավարությունը ձախողել է գործուն քայլեր ձեռնարկել։ Մեր կառավարությունը ձախողել է։ Սա գաղտնազերծված նամակ է 1971 թվականի։ Սա օրիգինալն է, հղումը կտեղադրեմ հենց պետդեպի կայքի վրա հղում անող, այդտեղ կարող եք կարդալ։ Համոզմունք ունեմ, որ տասնյակ տարիներ անց կլինեն այլ գաղտնազերծված նամակներ Հայաստանին վերաբերող, որում Հայաստանի ներկայացուցիչ որոշ ամերիկացիներ, պետդեպի աշխատողներ, նմանատիպ նամակ ուղղած կլինեն գլխավոր գրասենյակ, ասելով, որ իրենք ձախողել են հայերի պաշտպանությունը Արցախի հայաթափման ժամանակ և սա արել են, քանի որ իրենց անհրաժեշտ էր չմիջամտել և ռուսների նկատմամբ ատելություն սերմանել, քանի որ ռուսների խաղաղապահ զորքն էր այնտեղ կանգնած և իրենց պարտավորությունն էր սա, այնինչ ամերիկացիները կարող էին սա կանխել։ Կլինեն նամակներ, որոնցում մենք կտեսնենք Փաշինյանի իրական կառավարության գնահատականը։ Դուք ինչ եք կարծում, նրանք չգիտեն ում հետ գործ ունեն։ Իհարկե գիտեն, ամերիկացիները ամեն ինչ շատ լավ հասկանում են, որովհետև գիտությամբ և այդ գիտության տրված տեխնոլոգիաներով և հնարավորություններով սրանով նրանք աշխարհում առաջինն են և բոլորին գիտեն, բոլորի գործողություններն են վերլուծում և հասկանում և շատ լավ գիտեն ինչի հետ են առնչվում։ Հետևաբար ինչու են նրանք սատարում այս իշխանություններին։ Ավելի ճիշտ կլիներ ասել, նրանք ոչ թե սատարում են, այլ օգտագործում են այս իշխանություններին, քանի որ նույն թրիփը գաղութացման ծրագիր է, որով իրենք կարողանալու են իրենց շահերը սպասարկել ընդդեմ տարածաշրջանում ազդեցություն ունեցող Ռուսաստանի և Իրանի։ Նույնիսկ եթե այդ թրիփի առաջի Թ տառը, որը Թրամփի անունով է, փոխենք Պուտինի П տառով, այդ ծրագրի գաղութային լինելու էությունը բացարձակապես չէր փոխվի։ Վերադառնամ գաղտնազերծված նամակի բովանդակությանը։ Ձեզնից շատերի մոտ հարց կառաջանա. որտեղ է, ինչի մասին էր խոսքը։ Հայտնի է ԴԱՔԱ 1138 անվամբ այս նամակը։ Մի քիչ նախապատմություն ասեմ։ Գիտեք, որ Հնդկաստանը շուրջ 300 տարի անգլիական գաղութ էր։ Կեղեքում էին, կորզում էին ռեսուրսներ։ Ի դեպ, շատերը, որ գնում են Մեծ Բրիտանիա, Անգլիա, հիանում են այդ շենքերով, շինություններով, ենթակառուցվածքներով, մի մոռացեք, որ այդ ամենը կառուցվել է մարդկանց արյունի և զրկանքների վրա և շարունակում է այդպիսին լինել։ Ինչևէ, երբ անգլիացիները Երկրորդ համաշխարհայինից հետո դուրս էին գալիս Հնդկաստանից, նրանք մասնատում են Հնդկաստանը մի քանի մասի։ Այսինքն, ինչ հիմքով։ Շատ պարզ հիմքով՝ կրոնական պատկանելության։ Այսինքն մուսուլմանների համար առանձնացնում են առանձին պետություն, որը ներկայի Պակիստանն է, բայց շատերդ երևի չգիտեք, որ 47 թվին, երբ Հնդկաստանը անկախանում է և անջատվում է նրանից երկու կտոր, որ դառնում է Պակիստան, կար Արևելյան Պակիստան և Արևմտյան Պակիստան։ Միլիոնավոր մարդիկ այս բաժանման հետևանքով ստիպված են լինում տեղահանվել։ Այսինքն նրանք, ովքեր հինդուներ էին իրենց համարում, տեղափոխվում են հնդկական մաս։ Նրանք, ովքեր իրենց մուսուլման էին համարում և մուսուլման էին, տեղափոխվում են այս երկու մասերը՝ արևելյան կամ արևմտյան։ Տեղահանությունների ժամանակ միլիոնավոր զոհեր են լինում, բայց ում պետքն էր։ Ոչ ոքի, արդեն իրենց շահերը սպասարկած, կեղեքած ուժերը դուրս էին եկել և նրանց այլևս չէր հետաքրքրում այս ամենը։ Սահմանազատում էին արել կիսատ, պռատ, ոնց պատահի, հին տվյալներով և այս ամենով հանդերձ, իհարկե, կոնֆլիկտների բուն էր այս ամենը, նույնիսկ մինչև այսօր Կաշմիր կոչվող տարածաշրջանի շուրջ մինչև հիմա Պակիստանն ու Հնդկաստանը վեճ ունեն։ Բայց այս նամակը նշածս վերաբերում է Արևելյան Պակիստանին, որը ներկայի Բանգլադեշ երկիրն է։ Եվ
Բենգալները, որոնք այս տարածաշրջանի մեծ մասն են ժողովրդի, իրենք որոշում են, քանի որ վատ վերաբերմունք էին արժանանում Պակիստանի իշխանությունների կողմից, որոշում են անկախանալ։ Այս մարդիկ ժողովրդավարական ընդունված նորմերով, կարգերով անում են ընտրություններ, սակայն Պակիստանի իշխանությունները ասում են ոչ, մենք չենք ճանաչում այդ ընտրությունները և ձերբակալում են ընտրված ղեկավարին։ Այդ ժամանակ Պակիստանը ամերիկյան դաշնակից էր և ամերիկյան ներկայացուցչությունը հենց սրա համար է նամակ ուղղում, ասելով, որ հերիք չի չեն ճանաչել այդ ժողովրդավարական ընտրության արդյունքները, մի հատ էլ բռնություններ են սկսել, հազարավորների սպանում էին, կոտորում էին, նույնիսկ իրենց նամակի բովանդակությամբ, որ կարդաք, կտեսնեք, ասում է սա հավասար էր նույնիսկ ցեղասպանության։ Երբ որ 100,000-ներով, միլիոններով տեղահանվում են արևելյան Պակիստանից դեպի հնդկական տարածք, Հնդկաստանը ինչ-որ պահի ստիպված է լինում միջամտել, բայց մինչև դա անելը, քանի որ Պակիստանը հանդիսանում էր ամերիկյան գլխավոր դաշնակիցներից այս տարածաշրջանում, Հնդկաստանը համաձայնության են գալիս Սովետական Միության և Չինաստանի հետ, որ եթե ամերիկացիները միջամտեն, ապա նրանք կունենան նրանց աջակցությունը։ Ընդամենը 2 շաբաթվա մեջ մտնում է և գրավում է արևելյան Պակիստանը, սրա արդյունքում ընտրությունները ճանաչվում են լեգիտիմ, այդտեղ ստեղծվում է Բանգլադեշ պետությունը և մինչև հիմա այդ պետությունը կա, ծաղկում է, զարգանում է և ինչն է այստեղ այս պատմության մեխը, ինչն է այստեղ վերաբերելի մեզ։ Ինչպես արդեն ասացի, կգա ժամանակ, երբ հայերը, որոնք շատերը ունակ չեն տրամաբանական դատողություններ անել, պատմական անցքերից հետևություններ անել և սեփական շահերի մասին մտածել, որոնք նստած մտածում են ռուսը, ամերիկացին, եվրոպացին և հույսները դրել են սրա նրա վրա, նրանք արդեն փաստերով կտեսնեն, հրապարակված փաստաթղթերով, որ մեր շահերը ոչ ոք էլ չի սպասարկել, որ մենք ինքներս մեր շահերը ձախողել ենք սպասարկել և ոչ ոք մեզ չի կարող լուրջ ընդունել, որովհետև անողնաշար, սեփական շահերը չպաշտպանող և սկզբունքներ չունեցող ժողովուրդներին ոչ ոք չի հարգում։ Փաշինյան ընտրող, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչած, հայկական տարածքները մինչև հիմա գրաված պահած Ադրբեջանի հետ խաղաղության ձգտող ոչ մի պետություն Փաշինյանին լուրջ չի վերաբերվում։ Ամերիկացիները, ի դեպ, որ այս իշխանությունները թմբկահարում են, թե իբր իրենց գործընկերն են, փոխել են իրենց պաշտպանության նախարարության անունը պատերազմի նախարարության և լոզունգը խաղաղության իրենց հրապարակված նույնպես փոխվել է, այն հիմա կոչվում է խաղաղություն ուժի միջոցով, ինչը նշանակում է իրենք կպարտադրեն իրենց ուժը այնտեղ, որտեղ իրենց շահն է, և եթե դիմացինը ընկճվի և հանձնվի, ապա այդտեղ կլինի խաղաղություն, այսինքն իրենց շահը առաջ կգնա, կլինի խաղաղություն, իրենց շահը առաջ չի գնա, չի լինի խաղաղություն։ Այն Ռուսաստանին, որ շատերը մեղադրում էին տարածքային ոտնձգությունների մեջ, ինչը ճշմարիտ է, հիմա նրանք էլ ասում են, տեսաք մենք ճիշտ էինք ասում, ԱՄՆ-ն իրականում թաքնվել է ժողովրդավարության հետևը, բայց նա ուժի միջոցով է թելադրում իր շահերը և թքած ունի միջազգային իրավունքի վրա, իհարկե սա էլ է ճիշտ։ Հիմա այս երկուսի արանքում մենք հասկանում ենք արդյոք ինչ խաղ ենք խաղում, ինչ խաղի մեջ ենք մտել։ Երկու գերտերության արանքում, որոնք իրար հետ ունեն մեծ հակադրություններ, այս իշխանությունը ստեղծել է մի վիճակ, որ մեզ այստեղ կներեք արտահայտությանս, բայց սատկացնելու են, որովհետև այս երկուսն էլ ուժեղների հետ են հաշվի նստում, իսկ այս տարածաշրջանում, քանի որ մենք ընտրել ենք թույլիկի դերը, անպատասխանատուի դերը, սեփական երկրին ու իրավունքներին տեր չկանգնելու դերը, նրանք կնստեն թուրքերի հետ կպայմանավորվեն, լինի ռուս թե ամերիկացի, և մեզ կգան կթելադրեն, կասեն այսպես պիտի լինի։ Մենք ենք թերացել մեր իրավունքներին տեր լինելուց, մեր պետությանն ու մեր շահերին տեր լինելուց, շարունակաբար Փաշինյաններ խաղացնելով։ Սա է ճշմարտությունը։ Փորձեք փոխել ձեր տրամադրվածությունը ձեր երկրի, ձեր կյանքի, ձեր միջավայրի հանդեպ և սրանով հանդերձ կկարողանաք դուրս գալ այս հորի շրջանից, որը մեզ տանում է կործանման։